մեր ճակերտավոր ասած հանցանքը վաղուց բացահայտված է, տեսաձայնագրված է, իր բոլոր դետալներով, ամեն ինչով, վաղուց տեղադրված է համացանցում, բոլոր լրատվական միջոցներում եւ այլն եւ այլն։ Այսինքն սա այն հանցանքն է, որը կառուցված է խոսքի բովանդակության վրա, որը չի պահանջում լրացուցիչ ինչ-որ ջանք, ապացույց, փաստ, որով պիտի ապացուցենք որևէ դետալ եւ այլն, որ puzzle-ը հավաքենք։ Այսինքն վաղուց այն ինչի համար վարույթ կա, այն ինչի համար տիխապանջոցը լինի, բացահայտված է։ Կա, ընդհանրապես անհրաժեշտ է այդ տեքստին տալ իրավական գնահատական։ Հիմա այստեղ հարց, այսինքն քննությունը բովանդակային առումով չդետալացնենք այն տեխնիկական ընթացակարգային բաները, բովանդակային առումով բացահայտված է, քննությունը կատարված է։ Հետևաբար քննությունն ապահովելու անհրաժեշտություն արդեն չկա, սա աբսուրդ։ Սա մեկ, հիմա ավելի առարկայական ասենք։ Հիմա մարդուն ասում են կալանավոր եք, որովհետև խոչընդոտի, որ մենք բացահայտենք այս հանցանքը, ավելին խոչընդոտելուց մեկն էլ վկաներ, անձանց վրա ազդել եւ այլն եւ այլն։ Հիմա ձեզ եմ հարցնում, եկեք պարզ տրամբանական վարժություն անենք։ Համարենք ուզում եմ ազդեմ։ Գաք ինչ ցուցմունք տա, ասեք չի եղել այդպես բան։ Ասեք տես բաներ չի ասել Սրբազանը, այդ սա սուտ է, ինչ ասեք էլի։ Հասկանում եք, որ իրոք տրամբանական չի։ Անիմաստ է նույնիսկ ազդել, ներազդել, բայց մենք այս հարցերը լուրջ դեմքով քննարկել ենք։ Ում վրա պիտի ազդենք չգիտենք, ինչպես պիտի ազդենք չգիտենք, ինչու պիտի ազդենք չգիտենք, բայց կալանավոր է ազդել։ Այս համար եմ ասում, որ նույնիսկ անիմաստ է։ Մեր արդարադատությունը այս առումով ցավոք, բայց ֆանտաստիկ նահանջ է գրանցել։ Մենք այս հարցերն իրոք քննարկել